Ջան։ Դիշնամատի հետ կապված ոչ մի հումոր չեն չի։ Ապել իմ զույգին կարան փոխեմ։ Աշին հանենք ոտը մնա։ Գնացեք, սովորեք դպրոցում։ Ապել հաջո։ Բարեկամ ունեմ Ամերիկա մի ժամ համբուրվել է, բան չեմ։ Սխալված տավարը։ Գիտնականների հաշվարկով միջինը 7 րոպե է անհրաժեշտ մարդուն քնելու համար։ Ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ այս խաղի ընթացքում բացառված է դուք ցանկություն ունենաք քնելու։ Այստեղ հաղթում են նրանք, ովքեր մտածում են արագ, որոշում ճշգրիտ եւ ամենակարևորը երբեք չեն հանձնվում։ Այսօրվա մեր մասնակիցներն են Լեովը, քնելեք, ոչինչ, Վազգենը, Աղաս եւ Հայկը։ Խնդրում եմ, որ մի անգամից արդեն որոշեք ձեր թիմի անունները ու խնդրում եմ նաև, որ շատ արագ։ Լևոն, Վազգեն, Լևա, էլի։ Լևա, օքեյ։ Բայց դժվար է անունը մտածել։ Մեր թիմի անունը Աշոտ, Պապայանն է։ Երկուսից առաջի խաղն է, երկուսից Պապայանն է Աշոտ։ Առաջի խաղն է Պապայանն։ Խաղում ենք Լևա եւ Աշոտ թիմերի հետ։ Սխալված տավարը։ Իսկ հիմա մենք կծանոթանանք խաղի կանոններին։ Խաղի կանոնները գիտեք, չէ՞։ Ոչ։ Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները։ Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 4 տարբերակ։ Եթե թիմը միանգամից է գուշակում պատասխանը, ստանում է 3 միավոր։ Եթե սխալ, մյուս թիմն է հնարավորություն ստանում պատասխանել նույն հարցին եւ ճիշտ պատասխանի դեպքում ստանում է 2 միավոր։ Եթե նրանք էլ են սխալվում, կրկին հակառակորդ թիմն է պատասխանում եւ գուշակելու դեպքում ստանում է 1 միավոր։ Պատասխանելու համար թիմերը կունենան 30 վայրկյան։ Հիմա չինգաչունգի միջոցով պետք է որոշենք, թե ով է առաջինը սկսում։ Ով է որոշե, որ պետք է սենց անենք, պրոստը սենց անենք ու բացենք։ Դավա, չիկա, չուկտենք։ Հա, գնաց։ Գնաց, ռազ։ Չիկա, չուկ։ Սկսեք։ Խաղը սկսում ենք Լևա թիմի հետ։ Առաջին հարց։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, որ հարցին պատասխանելիս է մարդկանց 80%-ը ստում։ Քանի տարեկան ես, ոնց ես, ինչքան աշխատավարձ ես ստանում և սիրուհի կամ սիրեկան ունես, ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Ոնց ես, ախպես ոնց ես։ Ստում, հա։ Հա, ոնց ես։ Որ հարցին եք դուք սուտ պատասխան։ Եվրեյները չէ, ախպես։ Ես ուղղակի Շատ լուրջ հարց է, էս։ Որն են ստում, ուրեմն ոնց ես, ընկերուհի սիրած միած ունես, քանի տարեկան ես, Գասպադին Վիդուշի, մեզ կօգնեք 4 հարցը չենք քշում, ոնց ես, քանի տարեկան ես, սիրուհի ունես, սիրուհի կամ սիրեկան ունես, ինչքան աշխատավարձ ես ստանում ու քանի տարեկան ես։ Ապե, ոնց ես, չէ։ Ժամանակը սպառվեց պատասխան։ ոնց ես, Ոնց եք։ ես պրոստը ձեզ եմ հարցնում, Ես Լավ, լավ դուք եմ, ոնց եք։ Լավ, ապրեք, բայց ստում են։ Ոնց կամ լավ ոնց կա լավ լինի, Պատասխանը ճիշտ էր, այո։ Ոնց ես, այո։ 3-0։ 3-0, միանգամից 3 հատ Եթե դուք միանգամից Եվ հարցին պապային կերում ենք։ հատկանշական է, որ ըստ ուսումնասիրության հարցը տվողների 59%-ը երբեք չի ակնկալում անկեղծ պատասխան։ Անցնում ենք երկրորդ հարցին։ Այո։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, որ կենդանիներն են կախված կենսապայմաններից լավատես կամ վատատես դառնում։ Շները, կատուները, ավանակները, թե խոզերը 30 վայրկյան ունեք պատասխան։ Դուք եք Մենք ենք Երկարս հարցեր։ Այ ես գիտեմ։ շները, երբ որ քաղցրեն ուտեմ կուրանում են։ Շները։ Վերջնական որոշեք հասուն տղեկ իրար եք խորհրդացել։ Պապա հետ խորհրդացել եմ շները։ Դու որոշում կարա կայացրեք, ես մի հարցրեք։ Հա։ Շները։ 8 վայրկյան է մնացել։ Հայկական դու եմ ասում։ Էշը միշտ լավ։ 5, 4, Հայկը սարած խոսած։ Կատուներն են ելնելու։ Հա, եղավ հայկը։ Արա ես ասեմ, ես կլինի մեկնաբանը։ պատասխան։ Ապե ուրախ կատու տեսել, հենց կատու։ Պատեն շուն կա։ Խոզերը։ Երեխեք 30 վայրկյան կատու, սխալ է պատասխան։ Հա, մենք ասենք։ Եթե դուք ճիշտ պատասխանեք, Ես եմ ասում։ Չէ, մեկնաբանի, ես Ես մեկնաբան եմ։ Ասպետ Ուրեմն կա հայտնի արտահայտություն, որ ասում են էշի բեռը ինչքան ծանր ալնում, այդքան ավելի արագ է գնում։ Լսել եք այդ արտահայտությունը։ Ոնց չէ։ Էշ, ավանակ, որտեղ էշի բեռը ինչքան ծանր ալնում, այդքան արագ է գնում։ Պայն կենսապայմանների դժվարություններով պատասխանը սխալ է։ այարա։ Դուք ունեք հնարավորություն ու եթե ճիշտ պատասխանեք, ստանալու եք 1 միավոր։ Շուն։ Ոչ։
Պատասխանը Արայ անասնաբուժ։ Ասենք է։ Պատասխանը խոզեր։ Բայց դի բացատրեք ինչ է։ Իհարկե բացատրում եմ։ Ուսումնասիրության համաձայն հարմարավետ եւ լուսավոր պայմաններում ապրող խոզերն աչքի են ընկնում լավատեսությամբ, ավելի պոզիտիվ են, այնինչ վատ եւ փոքր տարածքում պահվող խոզուկները մշտապես տխուր են եւ վատատես։ Բայց սակայն որ լույսավոր նորմալ տեղին գլխի լավ չի։ Երրորդ հարց։ Լոնդոնի համալսարանական քոլեջի կենսաբան Ռոջեր Ուոթնի ուսումնասիրության համաձայն եվրոպացի նկարիչների կտավներում պատկերված դրանք չէին կարող թռչել։ Առաջին տարբերակ ագրավները, երկրորդ տարբերակ աղավնիները, երրորդ տարբերակ թռչող գորգերը եւ չորրորդ տարբերակ հրեշտակները։ Ունեք 30 վայրկյան։ Թռչող գորգերը, Ալադինից, հա, աղավնիները, Լոնդոնի քոլեջի Զանվարկեմ։ Վազգեն մի տարբերակ առաջ։ Իսկ դուք մինչև մեր մասնակիցները կմտածան մեկնաբանություններում արագ գրեք ձեր պատասխանը։ Կենսաբանը ստեղ կարևոր է, что где когда սկզբունքով եմ, բայց вообще-то չպետք է գնաք։ Просто լոգիկա չկա։ Տարբերակը։ Так, կենսաբանը հրեշտակների հետ բան չի անի։ Ապա հրեշտակները։ Համաձայն։ Չէ։ Թե կենսաբանը, այս կենսաբանը հուշում աստ է։ Ես գիտեմ։ Ժամանակը սպառված է պատասխան։ Ագրավ կամ աղավնի, ագրավ աղավնի, որը։ Դու մեզ հրեշտակների ոնց է սպանելու ինձ։ Ապա հրեշտակները։ Հրեշտակները։ Կենսաբանն է ինձ շեղում, էլի։ Ապա չէ, ոչ եմ հրեշտակները։ Давай։ Всё, հրեշտակները։ Պատասխանը ճիշտ է։ Yes! Մս իսխալը ես կես համոզացնի ինչ է 6-0։ 6-0։ Այո։ Բրիտանացի գիտնական խաղն է։ լսում եք մեկնաբանությունը բրիտանացի գիտնականների կարծիքով այդ դարաշրջանում պատկերված հրեշտակների մկանային համակարգը դատելով իհարկե կտավներից թույլ չէր կարող տալ որ նրանք օդ բարձրան։ Ահա, խորացում է։ Բամ։ Չորրորդ հարց։ Բիրմինգհեմի համալսարանի բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն ինչն է օրգանիզմի համար օգտակար, հատկապես ուրբաթ եւ շաբաթ օրերին։ Ամեն սենսի հարցեր։ Առաջին տարբերակ։ Մեծ բան չի կարա։ Առաջին տարբերակ մարզումները, երկրորդ տարբերակ գարեջուրը, երրորդ տարբերակ ռոմանտիկ հանդիպումները եւ չորրորդ տարբերակ ճանապարհորդությունը։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Ոչ, դուք ինչ եք անում շաբաթ կամ կիրայր։ Ես չեմ հարցնում տարբերակներից, ես հետաքրքիր եմ։ Կարան քնեն, էլի գործի չեն։ Օրգանիզմի համար։ Հա դե շուտ չեն արտնանում պահում։ Օրգանիզմի համար վտանգավոր է։ Չեն իմանում այդ երբ, բայց իմ պատասխանը ինչ որ ես անում եմ։ Դա ճիշտ Չէ, չէ, պատասխանն է։ սպասի։ Թող իրանք ասեն սխալ Շատ տարբերակն է, լավ։ հա։ Չէ, էսա ես Իրաք ասեցի։ յա բրատ բեն։ Օրգանիզմը թե ինչ բանում։ Ժամանակը սպառված է։ Աշոտ թիմ, խնդրում եմ պատասխանեք։ Ահ, Ջան, գարեջուրը։ Մեկը կրված ենք ես խաղը։ Ճիշտ է։ գարեջուրը։ Այո։ Բայց դու ինչ վատատես ես, պատասխանը ճիշտ է։ Ես գիտեի, ես էի ասում։ Հաշիվը 6-3։ Հաստե գրած արա։ Ստե գրած։ Արա պատասխաններն ես դե գրվում ապե։ Ունենք դուք տեսման։ Բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն արդեն շաբաթվա վերջին օրերին օրգանիզմը սկսում է ազդակներ ուղարկել, որ թուլանալու կարիք ունի։ Իսկ մենք անցնում ենք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն տարօրինակ հայտնագործությունները, որոնց համար տարբեր երկրների գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ Շնոբելյան մրցանակի են արժանացել։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Արդեն 30 տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը։ Շնոբելյան մրցանակը, որը շնորհվում է տարբեր բնագավառներում Շնոբելյան։ տարօրինակ արտասովոր հայտնագործությունների համար։ Նոբելյանը ո՞ր է։ Այո։ Տենց է։ Եվ քանի որ այս պահին դուք զիջում եք հաշվով, սկսում ենք խաղը հենց ձեզ հետ։ Առաջին հարց։ Ամերիկացի գիտնականներ Ջասթին Շմիդտը, Մայքլ Սմիթը ֆիզիոլոգիայի բնագավառում Շնոբելյան մրցանակի են արժանացել ապացույցի համար, թե մեղուների խայթոցի դեպքում մարդու մարմնի որ հատվածն է ամենացավոտը։ Իսկ որ հատվածն է դա։ Առաջին տարբերակ միջնամատը, երկրորդ տարբերակ քթածակը, երրորդ տարբերակ վիզը եւ չորրորդ տարբերակ ուսը։ 30 վայրկյան մտածեք։ Միջնամատի հետ կապված ոչ մի հումոր չընչի։ Դե սպասա, մի խոսա, դու իրան տենակ ինչ ձև են էլի տրամաբանում, ինչ Ձեզ հետաքրքիր է։ կծելա հետ։ Հա ոսկորին որ բանանի։ Միջնամատի վա ոսկոր քիչ է։ Այստես ոտից հատվածում է, Թե էլի։ ուսը։ Վիզը։ Այս Հա եղավ։ ուսը, հա։ Այդպես Երկրորդ գործում մեր պապա է։
Իմը մի անգամ աչքս գծեց, ցենց ուղղել էր։ Մենք ունենք պատասխան, մենք կարծում ենք, որ մեկնաբանորեն, ասենք, էլ մեկնաբանորեն քազա սխալ բառեր եմ Բառ չկա, բայց ասա։ Հա, կարծում ենք, որ ամենացավոտ հատվածը նա է լինելու, որտեղ շատ ոսկորներ կան։ Իսկ այս 4 տարբերակում նշվածներից ամենաշատ ոսկորը ունի ուսը։ Ուսը։ Տարբերակ 4-ն է կան։ Ուս խորհուրդ էլի։ Ուս խորհուրդ։ Պատասխանը սխալ է։ Ունեք Ես ասեմ էլի։ հնարավորություն պատասխանելու եւ եթե պատասխանեք երկու միավոր եք ստանալու։ Արի վիզ դնենք, նախ քթացակով մտածենք էլի ինգեր։ Միջնամատը կարա լինի, թե չի։ Ապե չէ, այս հաղորդման մեջ ես եմ ջոգի, ամենահիմար պատասխանները պետք է ընտրենք, էլի, ասենք քթացակը պետք է լինի ամենացավոտը, ջոգում ես, վիզը էլի նորմալ է, միջնամատը կարա, բայց քթացակ գծել էլի, ջոգում ես, ինքը ուրիշ է, էլի։ Քթացակ ունենաս։ Բերեք զուտ տենց, լոգիկայով շարժենք, մենք ասենք քթացակը, Համաձայն եք դուք։ թող մի խոսքի վիզը։ Բայց ասենք քթացակը, լավ։ Սա ճիշտ պատասխան։ 8-3։ Լղկում ենք։ Գնացեք, սովորեք դպրոցում, Ավելի ուրեք հաջող, հաղորդումներին մասնակցեք։ Հատկանշական է, որ փորձի գիտնականները հենց իրենց վրա են անցկացրել։ Եվ ըստ ուսումնասիրության ամենացավոտ տեղը, այո, քթացակն էր, հետո վերին շուրթը, հետո գլուխ, միջնամատ եւ այլն։ Վերին պատասխան։ Երկրորդ հարց։ Փիթեր Ջոնսոնը, Էմի Ջոնսը եւ Մինա Լայոնսը հոգեբանության բնագավառում Շնոբելյան մրցանակի են արժանացել ապացույցի համար, որ այդպիսի հատկանիշով մարդիկ ավելի ինքնասիրահարված են եւ հակված են մանիպուլյացիաների։ Առաջին տարբերակ՝ ուշքնող մարդիկ, երկրորդ տարբերակ՝ քչակեր, երրորդ տարբերակ՝ քչախոս եւ չորրորդ տարբերակ՝ բարձրահասակ 30 վայրկյան մտածեք։ Բարձրահասակը մոռանանք, էդի Աղաս, մոռանանք։ դու ուշքնող ես, Այ, քչակեր, բանը, թե ինքնավստահ, հա, միախնդրում եմ էլի ինձ լսել։ Ուշքնող Ահա, քչակ։ դուք իրար մեջ քննարկեք, հարգելի մասնակիցներ։ Չէ, Դասատուին ես Ապե, Պետրոսյան։ նայ, շատակեր։ իմ կարծիքով, լսի, ինքնասիրահարված, չէ։ Ինքնասիրահարված, հա։ Քչակերը ինքնասիրահարված, տես Ոչ բարձրահասակ, չախոսն ախպերս։ Չախոս ուշքնող ես հասկանում։ Չէ, Ստեփնիկի հիշում ես, չէ, հարցերը մի քիչ այս ձևի։ Ուշ քննողը ինքնասիրահարված։ Միամիտ Բանգլադեշ։ Ապե, բեր ասենք քչախոս։ Ժամանակը սպառված է, պատասխան։ Վերեք քչախոսը, էլի։ Չախոս։ Քչախոս։ Այո։ Պատասխանը սխալ է։ Արա ասում է, էլի ուշ քննողը Մտածեք։ եկան։ Ես քանի որ Ուշքնող կներեք էլի, ստե բան ենք խոսում։ Հա, ասա, լսում ենք։ Ես քանի որ ինքնասիրահարված եմ ու հակված եմ մանիպուլյացիաների, Հա, մենք քեզ լավ ենք ճանաչում, աղաս ջան։ Ոչ ուշքնող եմ, ոչ քչակեր, ոչ քչախոս, դրա համար Բարձրահասակ, բարձրահասակ։ Բարձրահասակ։ Բ բարձրահասակ։ Պատասխանը սխալ է։ Այո, Այո, եթե դուք ճիշտ պատասխանեք, մեկ միավոր եք Հա, ստանալու։ ուշ քնողը, հա։ Առաջին տարբերակ։ Ուշ Քչակեր են, որ գիտես ինչ են, որ քիչ են ուտում, կարա իտոգում չաղալնի, բայց ինքը իրան սիրի քիչ ուտի։ Չէ, ուշքնող է, ուշքնող որ մտածի ինչ մանիպուլյացիաներ անի առավոտը։ Հա, ուշ։ Տարբերակ առաջին ուշքնող։ Շատ հապուշ լոգիկա է։ Պատասխանը ճիշտ է։ Չեմ հավատում, ապա Կարևորը դուք մեզ Հաշիվը 9-3։ Ով է ցածր։ Նոպագազի նապաստակը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 263 ուսանողի շրջանում։ Պարզվել է, որ ուշ ժամերին քնելու հակում ունեցող մարդիկ առավել հեշտ են խաբում, մանիպուլացնում, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր որ շուտ են քնում։ Հարց 3. 2015 թվականին տարբեր երկրներից գիտնականների մի խումբ արժանացավ մենեջմենթի բնագավառում Շնոբելյան մրցանակի այն ապացույցի համար, որ բիզնեսմենները դեռ մանուկ հասակից աչքի են ընկել այդ հատկանիշով։ Իսկ ինչ հատկանիշով։ Առաջին տարբերակ՝ ռիսկի գնալու, երկրորդ տարբերակ՝ խնայելու, երրորդ տարբերակ՝ շուտ արթնանալու եւ չորրորդ տարբերակ՝ համոզելու 30 վայրկյանը գնաց։ Իսկ թվում է կամ համոզելու կամ ռիսկի գնալու։ իսկ շուտ արթնանալը, նայ ռիսկի գնալը շատ լագիչնի է, էլի Շնոբելյանի համար։ Սպասի։ Կամ մարդ ձեզնից ով բիզնեսը Վազգենի ասած Իսկ է։ սեփական բիզնեսում։ Պետք է вообще ուրիշ բան խնայելու ռիսկի Քարավաները գնալը սա։ լոգիկա է։ Տապակա Խաբեցի զոմբիացիա։ Թեյվոյից արումա վայբերիզում ծախում է։ Բուդկա Իսկ մասնիչը կարաս ասես քաղաքում։ մի հատ հատկանիշ այստեղից, որ բիզնեսում օրինակ շատ հարկավոր է լինում։ Դե հարկավոր է, բայց ես չեմ օգտագործում։ Որը։ Նայեք, ռիսկի գնալը вообще-то տենց է։ Դե ժամանակը սպառված է Շուտ իդեպ։ արթնանալն ենք մենք մտածում։ Շուտ արթնանալ։ Էսի նախորդ հարցը չի։ Դա ես Հա, լավ։
Ինք իրա բիզնեսների մի լսեք, բուտկա Մոսկվիչով քաղաքում տապակած լոբի ա ցրում։ Բայց մարդը բիզնես է անում, Էդի խոսանք հետո էլի հաղորդումից։ Լավ։ Հեսա կտեսնենք, դուք սխալ պատասխան։ Հա դուք ինձ գիտեմ, ես նենց ենք անում, որ իրանք կրել։ Էլմի, դու չէ։ Իրանք մտածում են որը կա սխալ լինի, հենց այդ են պատասխանում։ Ախպերս իրականում խնայելը, հա, խնայես, բայց ինչ խնայես։ Շատ բան է։ Ռիսկի գնալն է, հələ մի վարքյան, ռիսկի գնալ ու համոզելն է իրականում, էլի։ Ռիսկի գնալ համոզել, ռիսկի գնալ։ Պրոստեսին էս բան խաղա, որ կարա շատ պրիմիտիվ խնայելու վրա լինենք։ Դա Շմոբելյան մրցանակն է եկեք հաշվի առնենք, բայց թե ռիսկի գնալ է։ Հա, ռիսկի գնալ, ոչինչ։ Ռիսկի գնալ։ Սխալ ենք ասում, ինա դու Հա, սխալ։ ոչինչ։ Թող մի քիչ աճեն։ Հաշիվը 11, 3։ Ճիշտ է Ճիշտ է։ պատասխանը։ Ապրի Վազգեն, Բալոգիկ ապրի է, Վազգեն։ Ամեն զույգին կարան փոխեմ։ Սենց ասեմ։ Աշին հանենք ոտը մնա, մենակ ու խաղ։ Մեկնաբանեմ, որ իմանաք ինչու ռիսկի գնալներ։ Գիտնականներն ապացուցել են, որ բիզնեսմենները, որպես կանոն, փոքր տարիքում որևէ բնական աղետի, ցունամի, երկրաշարժի, հրաբխի ժայթման ականատես են եղել, սակայն դրանից իրենք երբեք չեն տուժել։ Նման միջադեպն ազդել է նրանց հոգեբանության վրա, դարձնելով նրանց առավել ռիսկի գնացող։ Վազգեն ջան, Էդա, ինչ կարանք անենք։ ոչ մի բան։ Նայեք, ես վատ եմ սովորում, Դու ժողովուրդ, հաջող բայց եք քո ուղեղս բիզնեսներում։ նստեղ նա չեք պատկերացնի։ Ոստեղ Տենում եք։ Նորից Գլխին կառուցվածքից է։ Ճնշում եմ գործադրում, որ ավելի ընկճվեք։ Ճնշումս հիմա ընկած է։ Всё, Մերսի շատ։ всё, դե մի հատ հարց տվեք, թող տենանք պատասխանում են երեխեքը։ Չորրորդ հարց։ Տնտեսագիտության բնագավառում Շնոբելյան մրցանակի է արժանացել նաև Բանգկոկի ոստիկանությունը առաջարկի համար, որ պետք է դրանից հրաժարվելու համար ոստիկաններին ֆինանսական պարգևավճար տրամադրել։ Ինչից հրաժարվելու համար։ Առաջին տարբերակ՝ ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքի տեղափոխվելուց հրաժարվելու, երկրորդ տարբերակ՝ կաշառքից հրաժարվելու, երրորդ տարբերակ՝ արձակուրդից հրաժարվելու եւ չորրորդ տարբերակ՝ շան մսից հրաժարվելու։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Արձակուրդից հրաժարվելու լոգիկայով։ Չէ, ապետի շատ պրիմիտիվ։ Շատ պրիմիտիվ է, Այո։ ներողություն։ Իմ կարծիքով շան մսից հրաժարվելու համար։ Բանգկոկ, տենց։ Բացատրություն չի կա, Ասեմ բացատրություն։ Ախպերս զուտ։ Նախորդ հարցը ինքը շատ պրիմիտիվ Չէ, այս հարցը խիշան մսից դու եմ ժամանակ։ Դե իրանք շուն են, չէ ուտում։ Շան Չորրորդ մսից տարբերակը հրաժարվելու ընդունեմ համար։ որպես ճիշտ պատասխան։ Բանգկոկում շան շաուրմա կա։ Okay։ Չէ։ Բոլորը տենց Շան էին մսից գնում։ հրաժարվելու համար։ Այո։ Ապրեք, պատասխանը սխալ էր։ Հետո ասում եմ թող մի քիչ աճեն։ Սիրելի Աշոտ թիմ, եթե դուք բայց ճիշտ լավն է, պատասխանեք, դուք կստանաք 2 միավոր։ Այն ով ուզում դալան միլիոնատերով վերջի մանկապ տարբերակ է, դա։ Մեկը սխալ են ասելու, մտածի որ այն երկուսից։ Մինչև կմտածեն, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որ բաց չթողնեք մեր Ես նորությունները։ ասի արձակուրդից հրաժարվելու, ասիր պրիմիտիվ է։ Դա հա։ Չնայած կարող է այդել չի, բայց։ Այն կարծիքով ամենի բարձր վարժանան համար։ Պրոստը տղեկ Ախաս, հավաքում են 30 վայրկյանների ընթացքում դու միայն հարցը կարդացիր։ Ամեն տարը ուզում եմ Ձեզ մատով ապրիչով կարդում հերվի։ Ամեն տարի ոնց կարաս հասկանալ։ Մեծ ցուցապայտ է։ Դի ծնդ։ Ախպեր արագացրեք էլի Լավ, վրազը։ բերեք, այս անգամ էլ լսենք Հայկին։ Ալի իմալև Կաշառքից հրաժարվել։ Երկրորդ տարբերակը։ աշարքից հրաժարվել։ Ընդունեմ Սպասի։ պատասխանը ճիշտ է։ Այո, պատասխանը Չէ, ճիշտ է։ մալադես։ Հաշիվը 11, 5։ 11։ Գտա կստվեք Այո։ Ես են հելը։ Չէ, լավ թողել են։ Всё, հաջորդ անցնենք էլի։ Լավ է, թող մի քիչ Առաջարկել են կաշառքից հրաժարված ոստիկաններին 10,000 բաթ պարգևավճար տրամադրել, ինչը համարժեք է 110,000 դրամին։ Իսկ մենք անցնում ենք երրորդ եւ կարևոր։ Երրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների, նաև աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Վերջին փուլն է, ինչը լինելու է շատ որոշիչ։ Խնդրում եմ կենտրոնացեք։ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում արգելված է քնած ժամանակ խռացնել, Պահո։ եթե ձեր պատուհանները բաց են։ Դուք խռացնում եք քնելուց։ Ես չէ papan հա։ Այրոց գիտես ոնց է խռը։ Մեզ խռացնում ամեն առավոտ կռավատը միջանցքից հետ ենք բրտել ուրախ։ Վիբրացիայով գնացի ասելա միջանց։ Հա, չէ, մենք առողջ չենք, նորմալ։ Ես չգիտեմ քնած եմ ըլում, այդ վաղ չեմ լսում։ Հասկացա։ Քանի որ գրքին այս պահին ձեր հաշիվը
Փոքր վատ վիճակում Մեզնից ենք սկսում։ Այո, սկսում ենք ձեզ։ Մի փոքր ԱՄՆ Այովա նահանգում արգելված է այդքան ժամանակից երկար համբուրվել է։ Առաջին տարբերակ 1 րոպեից ավելի, երկրորդ տարբերակ 5 րոպեից ավելի, երրորդ տարբերակ 1 ժամից ավելի եւ չորրորդ տարբերակ 24 ժամից ավելի։ 30 վայրկյան ունեք մտածելու համար։ 24 ժամից ավելի։ Եղել ես, հա։ Ես ԱՄՆ-ի այնքան հիմար օրենքներ գիտեմ, որ Օկլահոմա նահանգում չի կարելի իրիկունի 7-ից հետո տան վաննի մեջ քնած էշ պահել։ Իսկ թվում է որ համբուրվել ես ուղղակի պետք է Ես ժամը շիշ տարբերություն քեզ բացի։ Այսքանից մեջից մենակ դու ես Ամերիկայում։ Հիմար օրենքները ուսումնասիրում եմ, դրա համար ես ինչքան հիշում եմ 24 ժամից ավելի։ Օրինակ ըստ ձեզ ո՞նց է ոստիկանությունը այս ամեն ինչը վերահսկում։ Մեկին ասեմ, օրինակ չի կարելի վագրին հրավիրել կինոթատրոն, գիտեք, օրենք կա։ Արյուծին, Մի հատ բայց բան պատմեմ։ Մտել են կինոթատրոն, տեսել են մեկ արյուծ եւ 24 ժամ օրենք համբուրում են անել։ 24 ժամն էլ համբուր տեսել են, մենք երկու հոգի տենց մի սուտկա է համբուրվել։ Պատասխան 24 ժամից ավելի։ Ապա ինա դու եք անում։ ո՞նց է իր դա պատկերացնում օրինակ։ Շատ զգույշ։ Պատասխանը սխալ է։ Մի վարքյան, 30 արդեն վայրկյան գնաց։ ունեք։ Բայց այդ եմ հարցնում ոստիկանությունը ինչպես է այդ ամեն ինչը վերահսկում։ Կայնել են կողները նայել։ Սաղի։ Ես 24 րոպեից ավելին եմ։ Արա իմ կարծիքով մի րոպեից ավելի։ Մի րոպեից Այն որ սկանն են մի րոպե համբուրեն բլից համբույր է, գնալ։ արագ բաչել եմ ուշանում։ Չես քննարկում։ Իմ կարծիքով հա մի րոպեից ավել էլի բեր։ Հետո մեր օրենքներին եք անում։ Հետո մեր օրենքներին եք անում կպցնում, նա ինչ բան։ Գիտեք ոնց է, որ կանգնին մի րոպե համբուրվին, դրանից ավելը արդեն վատ է, էլի 5 րոպե կամ մի ժամ sense բան չի, մի րոպեն է։ Ես առաջարկում մի րոպե համբուրվենք, մի հատ տենենք։ Մի րոպե մի հատ բան ասեմ, էլի մի րոպե։ Հասկացա, ձեր ժամանակը սպառվել է, դուք ընտրում եք առաջին տարբերակը։ Սխալ է։ Այո, չէ, չի կարող սխալ լինի։ Կարող է սխալ լինել։ Հա, բայց չի կարող։ Կարող է Համոզում եմ։ սխալ էր պատասխանը։ Դուք եթե հիմա ճիշտ պատասխանեք, կստանաք 1 միավոր։ Մեկ ինչ է, կանք սխալ պատ։ Մենք մի ժամ ասենք 7 Խոսքի։ Քոկոմի ժամ կարաս ավելացնես։ Ավելացնում եք թե 5 անջատել րոպե եք։ համբուրում ես, գալիս են որ դու կանեն, ասես 5 րոպե էլ ավելացեք։ Ուզում եմ ջոգեմ, խի են այդ օրենքը հանել, արգելված։ Խանգարում է։ Ինչին, երթևեկությանը։ Օրինակ բարեկամ ունեմ Ամերիկա մի ժամ համբուրվել է, բան չեն ասել։ Բեր մի ժամ ասենք, գնա դե մեկը մի 5 միավոր։ րոպե։ Դուք եմ ասում, բայց տան։ Բեր ասենք։ Okay։ Տանն Այովա, Հայ դու նահանգում Ամերիկայում վազք է։ Ոչ, մի ժամ։ Այովա, Մենակ դու ես եղել։ Այո։ Հələ մի ժամից ավելի։ Մի ժամից ավել համբուրված կաս։ Երրորդ տարբերակը։ Չէ։ Երրորդ տարբերակը Երրորդ տան։ Չէ։ Հաշիվը մնում է անփոփոխ։ Վա։ 5 րոպեից հա, ավելի։ ոչինչ։ Ճիշտ պատասխանն է 5 րոպեից Ավելի ավելի։ արդեն բարդ բաներ է, էլի, հա։ Երկրորդ հարց։ Ինչ է արգելված անել ԱՄՆ Օրեգոն նահանգի Կլամատ Ֆոլս քաղաքում ջրի տակ։ Առաջին տարբերակ։ Հեռախոսով խոսել։ Երկրորդ տարբերակ՝ սուլել, երրորդ տարբերակ՝ կրակել եւ չորրորդ տարբերակ՝ գոռալ 30 վայրկյան։ Օպրոս բացոթեն գտի Չեմ Սուլել։ Նայեք, պալիբոմու սա հիմար հարցեր են, որոնք պատասխաններ են, հա։ Չի տարբերում ես մարդը։ Բանը, չէ, սպասեք, Զմագամյացի։ Չէ, շատ լավ սցենարիստ է իրականում, բայց երևի մի վարքյան։ Մենք հետ պատասխանենք։ Սպասի։ Այո, 30 վայրկյանը ավարտվեց, Վազգեն։ Ժամանակ վազգեն։ Կրակել ապը։ Լևա թիմ, սպասում եմ ձեր Կրակել պատասխանը։ էլի ջոկ, այսինքն հա, կրակել։ Կրակել։ Հա։ Պատասխանը սխալ է։ Ձեր ժամանակն է։ Խոսել Կարան է պրինցիպի։ Ապեր գայս էս օրենքը։ Հեռախոսով խոսել։ Այո, մենք ընտրում ենք այդ Ջրի տարբերակը։ տակ հեռախոս։ Այո։ Պատասխանը սխալ է։ Ահա։ Ախպեր, մի վարքյան սուլել ընկե։ Տեսնում Այո, ես ուրիշ բաներ գնաց, հա։ Սխալ է։ Գոռան էլ է եզություն էլ, անում ես տեսե ջրի տակ գոռ։ խեղդվում է։ Այսինքն օգտեցեք, էդ էլ է։ Այ խեղդվում չի կարա գոռա։ Արխեսումա սուլումա ջրի տակից, էսին։ Ջրի Վարքյան։ ապե, Սուլել։ արա սուլել էլի ինքը։ Սուլել։ Սուլել։ Սուլում են սուլում։ Մեր ջրի աղջիկն է։ Սուլելման։ Չեմ էլ ասում այդ բռնաբարը։ Մեծ անագից եմ լուրջ եմ ասում։ Եկեք սուլել ու պարով հասկանա։ Միակ սովոր եք լռել, հա։ Պատասխանն եք էլի հիմա։ Հեսա եթե Այ քեզ բան չէ, ճիշտ է։ Նայեք վստահ ենք ասել, ինքն էլ վստահ խնդաց։ Հումոր արին։ Արյան ջան, կներեք էլի։
Ճիշտ է։ Ուրախ եմ, պատասխանը ճիշտ է։ Այո։ Սա է ձեզ։ Հա ես գիտեմ ես Սունեք։ Տուր, դու մի հատ չվստեմ թող վառի մատը Հաշիվը մի հատ էլ մեզ վատ։ 10 Եկա դապը։ Ես չեմ սուլում։ Ես ինձից առաջ ոչ մի բերան չի դու։ Ինչպես տեսնում եք, մեզ մոտ շատ լավ է Իտալիի անցնում, ռոզի այնպես որ բանը չմոռանաք բաժանորդագրվել, որ բաց չթողնեք մեր մյուս հետաքրքիր հաղորդումները։ Շարունակում ենք համբույրների թեման, որտեղ է արգելված համբուրվել Իտալիայի Էբոլի քաղաքում։ Առաջին տարբերակ մեքենայում, երկրորդ տարբերակ ուսանողական հանրակացարաններում, երրորդ տարբերակ աշխատանքի վայրում եւ չորրորդ տարբերակ լողավազաններում 30 վայրկյան գնաց ժամանակը։ Էբոլի քաղաքում։ Էբոլը։ Նայ լողավազանը պրինցիպի կարա լինի Իսկ աղա աշխատանքի վայրում, որ բոլորը տենան կավագրգռվեն իրանք ու աշխատանք չանեն։ Ես չեմ ասում լողավազանը, որ վարակների տարածման աղբյուր լինի, էլի սենց։ Այդ գնդակը բոլն Պաչելուց Հեպատիտ B։ Էբոլայի քաղաքն է։ Էբոլա։ Կամ թե չեմ հիշում։ Ժամանակը սպառվում է, Ասա։ ասա աղաս ջան։ Լավ, կարծում եմ այ։ Ախպեր ինքն է թո մասնակցի։ Լողավազան։ Լողավազանում։ Սխալ էր պատասխանը։ Այդ օրացներ ինքն է թո մասնակցի ու Պատասխանեք։ Համի 30 վայրկյան թողնի։ Էսա։ Հիմա գնաց աղբեր։ Էբոլին ի՞նչ Լսպա, քաղաք է։ չէ, ուսանողական հանրակացարանում սա կարող է անչափահաս լինել, եթե դες բանով ենք էլի վեկալում։ Կան անչափահաս մարդկանց է պալյուբամու չի կարել էլի տունը այն որ ասել են քեզ ղրգմենք հանկարծ չհամբուրում։ Դբրոցական հանրակացարան։ Դել մարզից Գնա եկած է։ սովորելու, հա։ Հա, բա Իտալիայի խոսքի այն Էբոլի, մարզերի հա։ Վզիտակ է կարա, թե շուրթերի մասին է խոսքը։ աղբերս հիմնականում Հիմնականում վզի խնդիրը։ Չէ, մի Ականջի բլթակը ուժի մեջ։ Ապե հարցը ժամանակը Ախպեր ես արդեն ասել եմ, ուսանողական հանրակացար, չէ, մեքենայում ինչ Լևոնի ուզում հետ ես։ ինչի՞ չես Մենակ Որովհետև եթե ներկայացնում։ սպաս, եթե ճիշտ ելներ, գետի չէի ասի, կուզենայիք որ սխալվենք։ Խիմած կուզենար Մարիամի շատ Քեզ ասիլու։ թվում Չէ, կուզենայք Հիմա սխալվենք։ Մարիամ ջան, ժամանակը ուսանողական հանրակացարանում ոչ վազեք։ ապրես։ Ոչ վազեք։ Մեքենայում, ապե ասեք մեքենայում։ 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 Աշխատանքի վայրում ինչ Մտածում եք 30 վայրկյան, թե միանգամից պատասխանում եք, եթե ճիշտ պատասխանեք, մեկ ասա։ միավոր եք ստանալ։ Սենց արեց իսկ խփելու է։ Պատասխան։ Հա, ուրեմն քեզ եթե շատ ասի։ Մեքենայում։ Մեքենայում։ Այո։ Հալա։ Ճիշտ է։ Դե ասում եմ։ Հաշիվը 12։ Մեր սեղանից ձեր սեղան։ 16, բալուբով արդեն այդ շանս չի։ 50% զեղ չէ։ Հա։ Վայ, արա ավտոից զրկվանք։ Հա, բայց բալուբոմում մենք Նստեք մեջը համբուրվեք տղեկ։ Դեռ 4-րդ հարց կա։ Բայց ուզում եմ ասել, որ այնտեղ տուգանքը կազմում է մոտ 500 եվրո։ Արգելքի նպատակը ճանապարհներին անվտանգություն ապահովելն է։ Շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, հա։ 4-րդ հարց։ Չէ որ Պաշոցը գնաց, հետո դե պատկերացրու։ Հա, բե, ինչքան պրոբկաներ կարանել են, չէ, ճիշտ եք տղեկ։ Այնտեղ էլ 5 րոպեից ավել չէր կարելի համբուրվել։ Հա, չէ, Դա նորմալ է հետո, էլի ավտոյի։ բայց այն 4 թողելու խոսած։ Չենք թողելու խոսած, գրազով խոսացողներ են բոլորը։ 4-րդ վերջին հարցն եմ տալիս։ Սիրելի Լևա եւ Աշոտ թիմ։ 75 սանտիմետրից բարձր։ Ոչ մեկ։ Իսկ դու այս սխալ կայքի հարցը։ Արի շատ տաղանդավոր եք սաղդ, լուրջ եմ ասում։ 75 սանտիմետրից բարձր ինչի ստեղծումն է արգելված Կանադայի Սուրիս քաղաքում։ Արձանի, ձնեմարդի, ծովափնյա ավազը դղյակի ազգային հերոսների, կիսանդրիների, վերջ։ Սևամոր Տարզանի ասել։ Явно Սևամոր Տարզան։ Ռասիստների հետ։ Ապա 75 սանտիմետրից բարձր։ Բանը ամենալավը այնա որ ձնեմարդը կարա խոսքի ավել սարքեն, հետո դանակով կդրեն, ոչ մեկ չի։ Սանտիմետր, մետր չի, արա, սանտիմետրը մի այսքան բան։ 75 սանտիմետրից Այսքան բան, բարձր։ ձնեմարդ։ Ինչի ստեղծումն է արգելված Կանադայի Սուրիս քաղաքում։ Ապա կարող է խոսքի ծովափնյա բանի դղյակների, որովհետև օրը փոխսակվելու, ես ինչ արվելու։ Հա, ծովափնյա ավազը դեպքի, հա։ Մի րոպե Կանադայում էլ շատ ցուրտ է։ Ժամանակը սպառված է պատասխան։ Առանց ուրա ծով, այն ներքևները կարա ծովել։ Կար ոնց չի կարող ախպեր։ Ծովափնյա ավազը դղյակի։ Պատասխան։ Ծովափնյա ավազը դղյակի։ Հա։ Պատասխանը սխալ է։ Այո։ Կանադան է, ցուրտ է։ Մտածեք։ Հա։ Դնեմ Ձնեմարդը կներ, հա։ Բայց աղ մի րոպե։ Ապա ավտոկոս ձնեմարդն է, սաղ ձուն է Կանադա։
Հա, իսկական ստեղ սա ձուն անգես։ Պրոստը ինքան շատ է այդ ձունը, որ ծնեմ արդեն սարքես ձնից ներքև ալներ։ Հա, հաստատ 75 սանտիմետրից բարձր է ձյունը նստում։ Դրանից ցածր սարքես չի եղել։ Մի քիչ շփոթվեք էլի, արդեն ոնց որ ճակատագրական պահը ալնում մեր։ Հայտարարք եք ելնում էլի կոնկրետ։ Այն շահումենը Ծնեմարդ։ Այո։ Տարբերակ երկրորդ։ Խալա։ Կալազի։ Ճիշտ էր պատասխանը։ Ես եմ ասա, ես ու ուշեցի։ հաշիվը, բայց դուք այս խաղում ցավոք Դեմից թույլ սկսեցինք, է։ Այ ոնց որ Պարտվեցիք։ գազ տվիկ։ Խաղը հաղթեց Սուպեր Լևա։ իգրա չկա։ Հիմա շնորհավոր։ Սուպեր խաղ չկա։ Եվ ես ունեմ ձեզ հանձնելու մրցանակներ։ Ջան։ Այո։ Մեզ չունեք, հա։ Շահումեն մերն է։ Դες այդ խաղալիքը տվեց։ Սա ձեզ։ Ուրա։ Ձեր գործում հաստատ այն շատ պետք։ Արի կպցնենք իրան պալնացաննի ուղղ։ Կպցնա։ Դու կողերով գնա անգե։ Դու քողերով շարժ։ հաստատ պետք է գա։ Այս ուղղերը Գնայով ախնդում ենք։ բազմաթիվ Միանշան հարցեր լուծել ավտոճունեի։ եւ ճիշտ կողմնորոշվել այս կյանքում։ Ես տեղ ճառ էի ասում։ Եղերքը իրականում երբեք էլ շատ չի լինում։ Մոնք 3-ի եթերում խելքից դուրս խաղներ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը, հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում եւ ընդհանրապես անխնա տարածք։